Սասնա ծռեր, Բ հատոր, Մասն երկրորդ, խմբագրեց ակադեմիկոս Մանուկ Աբեղյանը, աշխատակցությամբ պրոֆեսոր Կարապետ Մելիք Օհանջանյանի։ Ժպատում, Սասնա տուն, պատմեց Քյավառցի Հակոբ Նրգեյանը, գրի առավ 1926 թվականին Խաչատուր Մնացականյանը։ Դավթի կռիվը Եգիպտոսի սուլթանի դեմ։ Մենք չմոռնանք ասելը, որ մի տարի ևս լրացավ։ Թագուհինը ծունգը գետին տվավ, իրա ժամանակին ծնվեց մի առուզավակ, որ այնպիսի պարթև և հաղթանդամ էր, որ նոր ծնված ժամանակը կշիռը կուկար 2 փութ։ Երբ տղենը ծնվեց, աչքալուսանքը պալատը գնաց և մեծ ծախսեր, հրավառություն և այլն Սենեքերիմ թագավորի կողմից։ Երբ 3 օրը թմմավ, դայակը երեխայինը լողացրուց, իրա օրորանի մեջը դրավ և հին սովորականի պես երեխայի ձեռները բնդերի տակը պնդելով ինքը մյուս պակասությունները կտեսնար։ Երեխանը լաց եղավ, բարկացավ, ուժ արեց, իրա կապած ձեռները բնդերի տակից դուրս արեց և օրորանը շուռ տվեց իրա վրա, գետնի վրա քարշ տալով դուրս կտաներ, երբ ծննդկանը դայակին զգուշացրուց, տղայինը վերցնել։ 8 օրը լրացավ։ Սենեքերիմ թագավորը երեխայինը մկրտել տվավ և երեխայի անունը Դավիթ կանչեց, ասելով. «Ես գիտեմ իմ առաջին ու վերջին պտուղն է, Դավիթ բառս կթարգմանվի խնդություն»։ Անցան օրեր, մանավանդ ամիսներ և տարիներ, տղայի հասակը հասավ 8 տարու։ Երբ ոտքը գետին բռնեց, դուրս գնաց, իրա հասակակիցներու հետը խաղ կաներ։ Խաղի ժամանակ կբարկանար հասակակիցներու վրա, և որին մի ապտակ կխփեր, կամ պիտի գլոխը թռչեր, կամ չան պիտի ետև գար։ Որի թևը որ բռներ, ուժգին կերպով որ հուպ տար, թևը կպրծացներ, մանավանդ, ձեռքը որտեղ հասներ կփշրեր ոսկորները։ Շատ գանգատավորներ եղան տղայի վրա Սենեքերիմ թագավորի մոտը, պատմեցին նրան իրանց պատահարքները։ Թագավորը մեղմացնելով գանգատավորներին ասաց. «Սիրելի ժողովուրդ, ես մինչև հիմա այդ չգիտեի, կխնդրեմ այսուհետև իմ երեխան այդպիսի բաներ պիտի չանի, որովհետև նրա խելքը դեռ ջուր է։ Ես նորան մի արհեստի կտնեմ, որ այլևս ձեր որդոցը չդիպչե մինչև խելոքանա»։ Ու եղավ այդպես։ Մի օր երեկոյան ժամանակ Սենեքերիմ թագավոր կանչեց իրա միամոր Դավիթին ու առաջարկեց հետևյալ խոսքերը. Դավիթ, քո հորեղբայրը ծերացել է, այլևս աշխատության ընդունակ չէ։ Ես այս դատավորությամբ զբաղվելով նույնպես անաշխատ եմ։ Մեր տան միջի աշխատավոր դու պիտի լինես։ Դուն էլ ծամացռություն կանես։ Գնա որդի, գնա, այս քաղաքի հորթերն առել եմ քեզ համար, որ երթաս մի տարի պաշտպանես։ Մի քանի խալվար դու կառնես, մի քանի խալվար ես ու են կողմից կառնեմ, մեր տան պարենը կպատրաստվի։ Դավիթը լսելով այդ խոսքերը, հորը գլուխ տվավ և պալատից դուրս գնաց։ Մտավ իրա հոր պարտեզը և պարտեզի միջից 2 հաստ ու բարակ փայտեր պոկեց, արմատից այն է, մեկը ձեռքի փետ և մյուսը մի փոքր, որ հորթերը քշե։ Եկավ իրանց տուն, ննջեց, մինչև լույսը բացվեց, ձայն տվեց. «Մայրիկ», մայրն ասաց. «Ինչ կա, Դավիթ ջան, իմ հայր թագավորը քաղաքի հորդարածություն առել է ինձ համար, պիտի հորթեր տանեմ և պահեմ, տուր ինձ իմ միջվալ հաց 6 օրվա, որ ես քաղցած չմնամ»։ Մայրը ժպտալով և գլուխը թափ տալով, թե արդյոք թագավորը ինչ է մտածել, հրամայեց նաժիշտներին մի ջվալ լավաշ հաց սեղմեցին, որ Դավիթինը բավական եղնի։ Վեր ելավ Դավիթը, իրա հացը վերցուց, փայտերը նույնպես, մեծ փայտի գլուխը անցուց ջվալով լավաշը և ուղղակի նախրագնինը կանգնեց. «Հորթեր բերեք» ասելով։ Բայց երբ քաղաքացինը տեսավ այդ բանը, չգիտցողները կավախեին, իսկ գիտցողները կժպտային և թագավորին խելոք կհամարեին։ Երբ ժողովեցին հորթերը, Դավիթը իրա դեմը տվեց։ Էն իրա ձեռի փետով, որին որ մի հատ կզաներ, էլ տանակ չէր հասնի։ 3-4-ը փռելով մտածեց, որ եթե մինչև
Փիրիկուն դա այդ փայտով հորթիկ պահի, մի հատ կենթանի չի մնա, ապա այս փետն էլ ծալեց եւ ձեռքով կհրեր հորթերուն մինչեւ դաշտը։ Այլևս քաղաքի երեխոցը չէր տիպչի։ Ցերեկ հորթերը մոզ կառնեին, այնչափ կվազեին այս ու այն կողմ, որ սարսափելի կհոգներ Դավիթը։ Երբ Փիրիկուն քաղաք կհասներ, համարյա հատ չէր կարող ուտել, գլոխը բարձին կդներ եւ մինչեւ լույս կխռմփեր։ Դրանով փրկվեցին քաղաքի երեխեքը։ Ժամանակը անցավ մինչեւ աշունքը։ Մի քաղաքացի ծեր մարդ կար, հանդի մեջ 3 օրան վար մի բոստան ուներ ու ինքը 7 աղջկա տեր էր։ Բոստանը ցանված էր բոխ, շաղգամ, գազար։ Բոստանի ջուրը սարից պիտի 3 օր գար բոստանի գլուխ, որ ջրեր հիշյալ բոստանը։ Ծերունինը բահ վեր առնելով գնաց, որ սարիցը ջուրը բերի, իբր թե վերջին ջուրը որ տա, բոստանը կբավարարուցե իր տարվա բարենը։ Ծերունինը թողեր թա ջրու, մենք դառնանք մեր թավթի կուշտը։ Աշունքը, որ դաշտերը չորացել են, նկատեց, որ մի կանաչ տեղ կերևա։ Ուղակի հորթերը դեպի ծերունու բոստանի կողմը քշեց։ Երբ բոստանի գլուխ հասավ, բոխ, շաղգամ, գազար հողիցը դուրս թռած տեսավ։ 1-2-ը առավ ու իրա բերանը դրավ։ Իրան խիստ քաղցր թվեց։ Պաշար փայտեր բոստանի գլուխը դրեց եւ հեռացավ։ Այդ օրը մինչեւ երեկոյան ոչ նստավ, ոչ հանգիստ առավ։ 2 ոտ ու 2 ձեռքով գետնեն կհաներ արմտիկը աղորիքի վերաչեր տա։ Երբ գլուխը բարձրացուց, արևը մայր էր մտել։ Հորթերը հետ դարձուց քաղաք։ Երկրորդ օրն էլ այդպես, երրորդ օրն էլ նույնպես։ Ծերունինը սարից ջուր բերելով նկատեց, որ իրա բոստանը ինքը կանաչ է թողել գնացել։ Ապա այս 3 օրվա մեջ ինչ փոփոխություն եղավ, որ բոստանը սևացել է։ Երբ եկավ բոստանի մեջ, տեսավ, որ արքավորտին պլեչի ման կգա, այլևս ձեռ չի ընկնի։ Ծերունինը հետ դարձավ Սենեքերիմ թագավորի մոտ. «Տեր արքա, Աստված քո միամորը քեզ 100 տարեկան անի, բայց այդպես ժողովուրդ պահել չեղնի եւ այլն ըստ կարգի»։ Ծերունի հայրիկ, վնաս չունի, իմ մեկիկ Դավիթին անեցք մի կարդա, ես նոր այս տարվա հախը կտամ քո բոստանի վրասը։ Ծերունինը վերելավ օրհնելով իր տոհմը գնաց։ Մենք թողնենք Դավիթը իր հորթերու դեմ, Սենեքերիմ թագավորը իր քաղաքի, իր երկրի պաշտպան ժողովուրդը խարջ ու խարած չեն տա, իրանց համար կաշխատին, ապա լսողին տանենք իր սկզբնական տեղ, այսինքն Եգիպտոս։ Երբ սպանված թագավորի որդինը գահ բարձրացավ, սկսեց խուզ ու խնդիր, թե արդյոք իրենց կրքեր փշրողներ, իրա հոր սպանողներ որ աշխարհ եւ որ ժողովրդյան մեջ գնացին։ Հազիվ մի 20-30 տարուց հետո կարողացավ հասկանալ, թե դոքա փախստյամբ Հայաստան են գնացած, նոր քաղաք են նորոգած, ժողովրդյան տեր դարձած են եւ այլ ըստ կարգի։ Իրա պալատի մեջ մի խորհուրդ կայացուց. նախարարներ, ինչ կկամենաք։ Մեր հավատքի խանգարողներ եւ ձեր ու մեր թագավորի սպանողներ հիմա Հայաստան աշխարհի մի անկյունումը քաղաք են նորոգե, որի անունը կսվի Սասուն, իշխանության եւ ժողովրդյան տեր են դարձած։ Ինչպես կկամենաք։ Զորքին ուղարկենք Հայաստան զորապետների մեկի հետ, կարելույն չափ երկիրն ավերեն եւ գերեն, իսկ հիշյալ մեր թշնամի իշխանին իր կնոջ հետ թոքնելը վզները դնելով այստեղ բերեն, թե չէ այլ կերպ կկամենաք։ Նախարարություն այսպես վճռեց. Տեր արքա, շատ լավ կլեր, որ առաջին դու միլիազոր դեսպանություն ուղարկես հիշյալ քաղաքը, որ գնա այդ իշխանիցը պահանջե 7 տարվա խարջն ու խարաջ եւ իր ժողովրդյան հլու հպատակություն, որ տարեց տարի հիշյալ խարջը ուղարկի գա քեզ հասնի։ Դա կռիվը սկսելու առիթ է։ Մենք այսպես կցանկանանք։ Ուղիղ այդպես էլ եղավ։ 20 հոգի պատվո նշաններ ունեցող իշխաններ ընտրեցին ու թագավորի ձեռքից մի նախատական գիր գրեցին, հիշյալ իշխանինը տվեցին։ Եգիպտոսիցը դուրս եկան։ Օրական 1 իջևան օրերից 1 օրը հասան Սասուն քաղաքը մտան։
Երբ պալատի դուռը կանգնածը դրսից ներս մտնողի մասին տեղեկություն տվավ թագավորին, շուտով վազիրը դուրս եկավ եւ հրավիրեց գալող հյուրերուն։ Ինչ ներս մտան պալատը, բազմեցին, իրանց թագավորից գրած նախատանած գիրը Սենեքերիմ թագավորինը տվին։ Երբ կարդացին նամակի միջի պահանջելիքները, դողդողուն առավ Սենեքերիմ թագավորու ծունկները, հիշեց իր անցյալ գործերը, որ Եգիպտոսն էր պատահել։ Դե վազիր, այլևս մի կանգնիր, 30 տարի մոտ է, որ Սասունա ժողովուրդը մի կոպեկ իմ գանձարանինը չի տվել, այսուհետև 7 տարվա խարջ ու խարաջ պիտի թաբջի անես, որ մենք շուտով մեր հպատակության հետը ուղարկենք Մսր նստող միահեծան կայսրին։ Վազիրը ոտքի կանգնեց, հրամայեց գործունյա մարդկանց քաղաքի ժողովրդյանը ծեծել, նեղել ու չարչարել։ Ապա երեկոյան ժամանակ Դավիթը հորդերը բերեց քաղաք։ Երբ տեսավ սովորականից ավելի քաղաքը խառնի խուռն է, մի քանիսին հարցուց. այս ինչ բան է։ Այդ տունդ քանդվի, Դավիթ, դու քնած ես, չէ որ դու թագավորի որդի ես, դա այն բանն է, որ 20 հոգի աշխատավոր մարդ Եգիպտոսից եկած է, որ քո հեր այնտեղ թագավոր է սպանել, կուռքեր է փշրել, հիմա սպանված թագավորի տղենը ուղարկել է քո հոր վրեն 7 տարվա խարջ ու խարաջ կուզե, եւ այսուհետև էլ քո հերը պիտի աշխատե Եգիպտոսի թագավորը ուտե։ Լուրը, որ Դավիթին հաղորդեցին, ուղակի պալատը գնաց, ձեռքի փայտերը դուսը դրավ եւ ինքը ներս մտավ, տեսնի ինչ մարդիկ են։ Երբ պալատը գնաց, 20 հոգի եգիպտացի իշխաններ ուռած, փքված նստած են պալատը։ Դավիթը երբ նորեկներուն կնկատեր, հայրը տեսավ, որդուն շփոթվածի պես կանչեց. Դավիթ, Դավիթ, համ մետերիմ, Դավիթ, այս մարդիկը կտեսնիս։ Այո, կտեսնիմ։ Դորանք ճաշից մինչև հիմա եկած փոխանակ պատվի, ձանձրություն ենք պատճառել նոցա։ Վեր առ սրանց, տար գնա մի պատվական հոդի մեջ, գիշեր մինչև լուսաբացին պատվի, հարգի, որ գնան իրանց թագավորի դեմ մեր բարիքը խոսեն։ Եվ թագավորը խնդրելով ասաց. համեցեք, սա ձեր ծառան, մեր որդին է, սրա հետ գնացեք մի սենյակ հանգիստ եղեք։ Դուրս ելան միասին պալատի դուռը։ Դավիթը վերցրեց իր փայտերը եւ առաջնորդեց եկողներուն մինչև հասան պարտեզի դուռը։ Դավիթը դուռը բացեց, ներս մտավ եւ քամակից դուռը գոցեց փքված հյուրերու վրա հետեւյալ խոսքերով. Սիրելիք, ես պալատումը լավ չհասկացի ձեր գալու պատճառը, թե արդյոք ինչ խարջ ու խարաջ է, որ դուք խուզեք։ Դրանից մի արագաշարժը ասաց. Հիմար, միթե չես գիտե։ Չմոռանամ ասելս, նախքան այդ բոլորի զենքերը առավ մի բարձրակատար ծառ կռացուց, կապոտեց նրա ծայրիցը եւ թողեց ծառը, զենքերը հանեց օդի մեջ։ Նոր կրկնեց հիշյալ խոսքերը։ Եվ դրանցից մեկը պատասխանեց այսպես Դավթին. Հիմար, քո հայրդ մեր արենապարտն է եւ մեր հավատքի խանգարիչ։ Դրա համար մենք եկել ենք որպես առիթ ձեր աշխարհի ավերման համար։ Կպահանջենք 7 տարվա խարջ ու խարաջ։ Դեռ խոսքի տուտը բերանն էր, Դավիթը մի այնպիսի ապտակ խփեց, որ գլուխը մի վերստ հեռու տռավ եւ վերադարձավ մյուսներուն։ 19-ը սպանեց, մեկը կենթանի թողեց եւ ձեռքից բռնեց նրան ու քաղաքիցը դուրս հանեց ասելով. Կեցիր, մի նշան էլ քեզ վրա դնեմ։ Երկու ականջներն էլ քոքից պոկեց, ատամները մատներով քանդեց ու ճակատին շարեց եւ ասաց. Գնա քո Եգիպտոսի թագավորին ասիր, Սենեքերիմ թագավորի որդի Դավիթը մականվամբ պլեչկեր, իմ ընկերներուն սատկացուց եւ ինձ վրա էլ այս նշաններն է դրել, ասելով. Կերթաս քո թագավորին կասես իրա կրատան միջի սատկողի եւ իրա բոլոր անցյալներու գլխու մեջը կդնեմ 2 քե 1 այբ։ Ինքն էլ երթա ասացիցս բաժին առնի, մարդ կա, թող ուղարկի գա, ես պատրաստ եմ այստեղ, թե չէ, խարջն ինչա, խարաջն ինչա, ինքն ուր, մենք ուր, իրա համար աշխատի ուտի եւ մենք մեզ համար։ Գնացողը գնաց։ Դավիթը ետ դարավ, 19 սպանվածի դիակները դրավ մի կաղնու օզորու վրա
ու կապեց վերև գնաց իր տեղը եւ հանգիստ քնեց։ Երբ լույսը բացվեց, Դավիթը իր գործին գնաց եւ թագավորը հյուրերի մասին մտածեց։ Դարձավ վազիրին. «Վազիր, մենք երեկոյան մեր լիազոր հյուրերը հանձնեցինք այն ծռուն, բայց չգիտենք, թե ինչ տեսակ պատվեցնոցա, մեկ վեր տեղեկացի»։ Վազիրը ոտքի կանգնեց, պատահողինը հարցուց. «Թագավորի որդինը լիազոր հյուրերը որտեղ է տարեր»։ Խոսակիցը մատնանիշ արեց եւ ցույց տվավ բարձր ծառի գլխուն կապված զենքերուն։ Երբ վազիրը պարտեզ մտավ, 19 մարդի դիակները կապած է, մի խրցունք թողված է պարտեզի մեջ եւ զենքերը իր տեղը։ Ծունգերը տփելով պալատը մտավ. «Օ թագավոր, դու եւ քո որդի Դավիթը պարտական կմնաք քաղաքի եւ Հայաստանի ավերման մասին»։ Մանրամասն պատմեց։ Եղածն եղած էր։ Խարջի հավաքումն կանգ առավ եւ այդ բանը լսելով քաղաքը սարսափահար տեղը մնաց, օրը ստորե սպասելով գալած չարիքին։ Մենք ձեզ տանենք Եգիպտոս։ Խայտառակ դեսպանը հասավ Եգիպտոս։ Երբ իրան տեսցուց թագավորին եւ տեսածները պատմեց Դավիթի վերաբերմամբ, Եգիպտոսու թագավորը գոռգոռաց ինչպես կարկտաբեր ամպեր, որոտաց ինչպես փրփրադեզ ալիքներ ունեցող ծով եւ հրամայեց վազիրին. «Րոպեին Հայաստան գնալու պատրաստություն»։ 3 օրվան ընթացքում բազմամիլիոն Եգիպտոսը ոտքի կանգնեց, այնչափ զորք կիտվեց ծովի ավազի եւ ծառի տերևի չափով։ Թագավորն այնչափ էր բարկացել, որ իր հզոր զորապետները մոռացել էր եւ ինքը կցանկանար զորքի հետը Հայաստան գալ։ Բայց իր զորապետների մեջ մի հզոր զորապետ կար, որ 40 անգամ թշնամյաց դեմը պատերազմ էր մղել եւ հաղթանակով էր դուրս եկել։ Այդ զորապետի անունը Ադրամելիք զորապետ էր։ Այնչափ պարթև ու պարարտ էր, որ գոմեշ կկոլթուղեր եւ աչքերը պարարտությունից չէր կարող բանալ, որ իր առաջը նշմարեր։ Միջանկյալ աչքի վերև, միջանկյալ աչքի տակը ձգել էր, որ կարողանար լույս տեսներ։ Դա եկավ, կանգնավ թագավորի դեմ այն ժամանակ, երբ զորք, կազմ ու պատրաստ կանգնած էր։ Ադրամելիք զորապետը սկսեց հետևյալ խոսքերը. «Տեր արքա, ամոթ մեզի համար, որ մենք եղած ժամանակ դու զորած հետ քաղաքից դուրս գաց քո գահը թափուր թողնես։ Հրամանքդ հանգիստ եղիր։ Ես զորած հետ կերտամ Հայաստան, այն երկու գյադինը, որոնք համարձակված են քո դեմ, գլխի մազերից քարշ տալով այստեղ կբերեմ մանավանդ, քաղաքի հողը զորացս բռներով կբերեմ այստեղ նորաթագուհու հետ։ Միթե դու չես հիշեր անցյալները, որ կատարվել է իմ ձեռքով»։ Թագավորը հետ կանգնեց։ Ադրամելիքը հրամայեց իր ձինը բերել, որ իր կշռի չափով մի խրոխտալիր նժույգ ուներ։ Եվ շուտով հրամանը կատարվեց։ Ձինը ստելուց հետո վերջի հրաժեշտը տվեց թե քաղաքին, թե թագավորին։ Սուրը ճակատին դնելով զորած առաջ անցավ, փողերը հնչեցին մելամաղձոտ եւ զորքը քաշվեց։ Երբ քաղաքիցը դուրս եկան, Մելիքի երկրորդ թե երրորդ զորապետը, որի անունը կասվեր Կուզբախտի հազարասուլթան, 10,000 ձիավոր զորքի առաջ անցած զորքի մյուս կողմով կերտար։ Հայերից մի պառավկին բանիմաց 2-3 աղջկանց հետ քաղաքի գրաղը բանջար կհավքեր։ Այդ ժամանակ Եգիպտոսի հայերու Հայաստան գնալ եւ գալ երթևեկություն կար։ Պառավը ամեն բան իմանալով ձայն տվեց երրորդ զորավար Կուզբախտի հազարասուլթանին. «Կուզբախտի հազարասուլթան զորապետ, ուր»։ «Այ պառավան իրավ, ես Կուզբախտին եմ հազարասուլթան, կերթամ սասուն բերեմ շատ թան, շատ չոր թան, ջղալ եզներ բերեմ լծան, կարմիր կովեր բերեմ կթան, կույս աղջիկներ հանեմ զոզան, սարկավակներ հետև չոբան, նրանց թագուհին բերեմ մեզ փոշեհան, քաղաքի հողը զորած բռնով բաժնեմ»։ Ու անցավ։ Պառավը քմծիծաղ արեց ասելով. «Գնա Կուզբախտի, գնա, կծատողը որ ոսկոր մանրե, կուլ տալը շատ հեշտ է, բայց
դուրս գալը շատ դժվար է։ Ու զորքը անցավ գնալով ճանապարհ օրեկան մեկ իջևան մինչև Հայաստանի Սասուն քաղաքը։ Զորքը քաղաքը պաշարեց։ Տեսնողը սարսափահար ծակից ծակ կփախնի։ Երկու տեղից մսյա պարսպից դուր թողեց քաղաքի անասունները ելնելու եւ դուրս գալու։ Բայց իհարկե բոթաբերները շուտով էին հաղորդել Սենեքերիմ թագավորին։ Ադրամելիքը գրել տվավ մի նախատանոք եւ անարգանոք թուղթ մի քանի մարդկանց ձեռք տվավ, ուղարկեց Սենեքերիմ թագավորի մոտ, որ պահանջը պալատի մեջ կարդացվի։ Երբ դեսպանները գնացին պալատը մտան, ամոթալի նամակը հանձնեցին թագավորին, որի մեջը գրված էր այսպես. «Ով Սենեքերիմ ժողովրդյան բերնով թագավոր, ես քեզ կասեմ գյադա, ես եկել եմ այստեղ, դու եկ ինձ երկրպագություն եւ իմ ուղարկողի գահին, շուտով կատարիր հրամանս, 19 մարդու արյուն, 3 միլիոնով 60 միլիոն, 7 տարվա խարջ ու խարաջ, եւ այսուհետև քու հլու հպատակության գալն կարելի է դրանով գործը վերջանա, քու թշվառ կյանքը փրկես եւ քու խավար ժողովրդյան գոյությունը պաշտպանես, եթե ոչ, թոկը վիզդ կանցում, եւ քո թագուհիդ քեզ հետ քաղաքը տակն ու վրա կանեմ եւ բոլոր կենթանության շունչը կկտրեմ, քաղաքի թողը ձիու տոպրակով եւ զորած բռներով Եգիպտոս կտանեմ։ Ամեն ազգ եւ ազինք թող ճանաչեն միահեծան Եգիպտոսի տերը»։ Երբ նամակի միջի պահանջը իմացան, Սենեքերիմ թագավոր երեսի գույնը թրծուց որպես գերեզմանատան ամսորյա մեռյալ։ Մենակ այսչափ ասաց վազիրին. «Ոտքի կանգնիր, գործավարներ հետը տար, ծեծիր, բռնիր եւ մինչև անգամ սպանիր եւ հավաքիր ներկա իշխանի պահանջը, 100 մանեթի ապրանքը 5 մանեթով ծախիր եւ կատարիր պահանջը»։ Վազիրը ոտքի կանգնեց, գործավարներին շուրջը հավաքեց, վայնասունը քաղաքը ձգեց։ Վայ ու ճիչ ու աղմուկ։ Քաղաքացինը 20-30 տարի է, որ խարջ ասած բառի անունը չի լսել, բայց հիմա հանկարծ 19 մարդու արյան եւ 7 տարվա խարջ ու խարաջ մեկեն կպահանջեն։ Լաց ու կոցի ձայն ականջ կխլացնի։ Երբ երեկոյան այդ վիճակումը Դավիթ իր հորթերը ներս բերեց, ինչ լսեց ու ինչ տեսավ։ Մի չտեսնված բան, կնիկներ խումբ եղած քաղաքի մեջ, որ կողմից որ Դավիթը կանցնե, կնիկներու կական ու ողբն ու անեծքն է, «Օ Դավիթ, դու գետնի տակ ներթաս, դու սատկիս, գայլ ու գազանի բաժին դառնաս, այդ ինչ էր մեր գլուխ հանեցիր, դու սպանեցիր 19 մարդիկ, մեզ վրա ինչ սև բերեցիր, մենք ինչպես անենք»։ Վերջապես այնչափ նախատինք եւ անեծք Դավիթի ականջները լսեցին, որ Դավիթը քիչ մնաց ինքնասպանություն գործեր։ «Օ Տեր իմ Աստված, առ իմ հոգիս ինձանից, այս ինչ էր ես լսեցի»։ Ապա երբ հասավ իր տեղը, ոչ ճաշելու, ոչ խմելու չմտածեց, քիթ բերնի վրա ընկավ, մինչև լուսաբացի մոտերը գետին կճանգրտեր։ Երբ լուսաբացը մոտեցավ, ոտքի կանգնեց, կարծես մի խելք, մի նոր զորություն մտավ դրա սիրտը, ուղղակի իր հոր խաս թալվենը գնաց, որտեղ կապված էին 40 հատ ձիեր։ Բոլորը Արաբստան, Շահսևան, Դիլիբուլ, Ուրումելու, Կադինի եւ Մանկի, որ այս ու այն կողմից թագավորը ձեռք էր բերել։ Մի կողմի վերից սկսեց փորձել, որ ձիու քամակինը, որ մի փամփաչակ ուզեր զանել, փորը գետնին կառներ, փորձեց մինչև գլուխ, ոչ մեկը չեղավ իր ասած։ Դարձավ մյուս կողմը, այն էլ այնպես։ Երբ ձիանքից անհուս պիտի դուրս գար, մի հատ երկու մինակ քուրկի ձի բոլորից ցածրը կապած էր։ Եվ Դավիթը, երբ եկավ դուրս ելնելու, մի ումրուխ զարնեց քուրկի մեջքին։ Քուրիկը փոխանակ տղզելու, մեջքը միթից բարձրացուց։ Դավիթ այդ շնորը, որ տեսավ, նոր սիրտ եւ նոր հոգի առավ, թևերը կշտեց, մի արաբի թիմար տվեց քուրկին եւ անունը քուրկի ջալլադի ասելով դուրս հանեց։ Այստեղից ներս մտավ
իրա հոր գանձարանը։ Իրա հերը իրան 8-10 տարեկան հասակին նրա ուժին չափով մի ձեռք զենք էր տվել շինել։ Գյուրս, սուր, դաշույն, վահան, նետ ու աղեղ և շաշփանջ։ Բոլորը առավ, դուրս հանեց նամանավանդ ձիու կազմվածքը։ Երբ դրանքը ձիու մոտ բերեց, ծեքը բացվավ, դարձավ աղոթարանը, 3 անգամ երեսը տառնագրեց և կազմվածքը վերցուց ձիու վրա դրավ։ Ղոլանները իրա ուժի չափով քաշեց, զենքերը վրա առավ և ոտքը ձիու ասպանդակի մեջը դրեց ասելով. «Ով արարիչ Աստված, ես կգնամ անհավատներու զորաց մեջ, եթե մյուս անգամ պիտի կենդանի դառնամ, երեկոյան լսածս կրկին լսեմ, դու չհաջողես իմ գնալը»։ Ու ձին նստեց, ուղղակի Քեռի Թորոսի դռան դեմը կանգնեց, այնպես բարկացած էր, որ Քեռի Թորոսը վեր էր կացել, կիսը հագնվել նստել էր։ Դավթի որոտը, որ տանը լսվավ, հարկից հող թափվավ ու ծածկը դողաց, խրոխտ գոռալով ասաց. «Քեռի Թորոս, դուրս արի»։ Քեռի Թորոսը զարհուրելով կիսահագնված դուրս թռավ, ինչ կտեսնի։ Մի սոսկավ վիթխար ձիավոր, մի այլակերպված պատկեր և մի սրթողված սիրտ։ Քեռի Թորոսը շուտով խոսելու հերթն առավ. «Յա, Դավիթ ջան, այդ ինչ բան էր, աչքերս քոռանար։ Մինչև հիմա դու ավանակ չես նստել, զենք չես առել, այս ինչ է կտեսնեմ։ Քեռի, որքան շատ խոսաս քեզ կլսեմ, միայն ես քեզ կերթմնացուցանեմ, Աստված կենդանին։ 3 հավուրից հետո դու գաս իմ դիակը, անհավատներու դիակներից ջոկես, բերես, հայոց գերեզմանատանը թաղես։ Այս է իմ խնդիրը և այս է իմ երդումը, որ քեզ վրա կդնեմ։ Թող էլ մյուս անգամ իմ ականջները չլսեն երեկոյան լսածները»։ Քեռի Թորոսը սկսեց լաց լինել. «Ո Դավիթ ջան, կեցիր, եթե թշնամյաց զորաց հետ պիտի կռվես, կեցիր, քո քեռիկներն էլ ձայն տամ, թող նոքայել գան քեզ հետ կռվելու։ Ոչ, քեռի, չեմ ուզեր։ Իմ ընկերս մենակ մի աներևույթ զորություն է և իմ արյունովը պիտի լուծվի այդ հարցը»։ Երբ Դավիթը ձիու գլոխը դարձուց դեպի զորքը, Քեռի Թորոսը լալոտ աչքերով ընկավ հետևեն կանչելով. «Որդիս, լեզուս լալե, բերանս կոտրվե, ես ինչպես կարող եմ ճանաչի քո դիակը անհավատներու դիակներուց։ Ահա քեռի, իրիշկիր, մարդկային ծնունդի մեջ այդպիսի ոչ ոքի չկա, մի մսյա խաչ իմ թիկունքին»։ Ու մեկ մյուսից բաժանվեցին։ Քեռի Թորոսը լալով տուն դարձավ, իսկ Դավիթը դեպի զորքը անցավ։ Երբ եկավ զորքին մոտեցավ, աչքովը կշռեց զորքը Դավիթը և տեսավ մի գեղեցիկ բարձր վրան, որի գլուխը առյուծաձև առյոլ ուներ։ Հասկացավ Դավիթը, որ դրա մեջ ամենամեծ հրամանատարն է։ Դեռ լույսը նոր բացված և արեգակը իրա հորիզոնիցը քիչ հեռացած, Դավիթը կանգնեց ուղիղ Ադրամելիկ ասված զորապետի չադրի դռան դեմը։ Ապուշ դարձողներուն ոչ մեկինը բան չասեց, միայն ինքը մեղմիվ ձայնով կանչեց այսպես. «Մելիք, շունշան որդի Մելիք, չադրեն դուրս էլի, պահիկ մի կռվենք, նոր եմ ելել մանկութենեն, չավերեք անուննի կտրիչին»։ Ադրամելիկ անհաղթ գազան, զորքեր ունի խիստ զանազան, նժույգ ունի շատ քաջ, վազան, Տեր իմ, օգնող եղիր ժողովրդին, պահապան մեկիկ Դավիթին, վելա։ Ադրամելիկ կռապաշտա, կրոնչ ունի, դև կպաշտա, տիրոջ սիրտը մեզ հետ հաշտա, Տեր իմ, օգնող եղիր ժողովրդին, պահապան մեկիկ Դավիթին, վելա։ Սասուն քաղաք Արարածա, լալով ողբով անց կկոծա, Տեր դու խնայես քո ստեղծածին, Տեր իմ, օգնող եղիր ժողովրդին, պահապան մեկիկ Դավթին, վելա։ Այդ երգի ձայնը, որ Մելիքը առավ, հարցուց ծառաներին. «Այդ ով է»։
մի ձիավոր է, հոգեկան հրեշտակ, ասեցին։ Մելիքը վրանից դուրս ելավ և ձայն տվեց. «Տղա, ով ես, գոռոզ, հպարտ»։ Դավիթը պատասխանելով ասաց. «Ինքդ ես, Մելիք, ես Սենեքերիմ թագավորի որդի Դավիթն եմ, մականվամբ պլեչկեր։ Ինչու ես եկել։ Ես Սասուն քաղաքի զոհն եմ, պիտի զոհվիմ նոցատեղ, և դուն էլ եղիր քո զորած կողմից, երկուսիս մեկի արյունով վերջանա գործը»։ Ու եղավ այդպես։ Մելիքի ձինը բերվավ, Մելիք առավ իրա զենքերը, գյուրզն ու սուրը, վահանն ու դաշույնը, յայոխն ու շուշփառը, նետն ու աղեղը և Դավիթ, հրամայեցեք Մելիք, ինչպես կռվինք, ինչպես դու գիտես, դու ամեն ժամանակ կռված ես և պատերազմի դաշտն ես եղել, իսկ ես նոր եկած եմ, կռիվ չեմ տեսել։ Բա եթե սրով կռվենք, ժամանակը շատ կարճ կլինի, ապա ուրեմն գյուրզով կռվենք, որ մի քիչ ժամանակ ունենանք, բայց գյուրզով ինչպես կռվենք, հերթը այսօր ումն է։ Դու գիտես, Մելիք, քո կարգադրությանը կսպասեմ։ Դե որ իմ հրամանին կսպասես, այսօր հերթը իմս է մինչև իրիկուն։ Դու պիտի դեմ կենաս, իսկ ես քեզ կգրզահարեմ, եթե կենթանի մնաս, ապա առավոտը հերթը քոնն է։ Դավիթը, որ անտեղյակ էր Մելիքի զորությանը և կռվի դաշտինը, հանձնառու եղավ։ Մելիքը վրա քշեց իրա ծանրակշիռ գյուրզը, էնպես կզարնե Դավիթի վահանինը, որ իրա կարծելով թշնամին ինքը ու իրա ձինը մի գյուրզի պիտի չդիմանան, բայց ամենաուժեղ ձինը և նմանապես ուժեղ Դավիթը նրա ծանրակշիռ հարվածինը կդիմանային։ Են ժամանակ, որ Մելիքը կգրզահարեր, դու կկարծեիր, թե խումբարա կամ թնդանոթը կբացվի։ Կդողար Դավիթի ձեռքը, հազիվ հաս կպահեր վահանը իրա գլխուն, իրա անձի պաշտպան։ Այստեղ, որ կզարներ, ձինը մի ասպարես կթռչեր առաջ հարվածի ծանրությունից։ Այդ օրը թող արեգակը շուտ մտնի, որ մի քիչ Դավիթի գործը թեթևանա, թե չէ Դավիթի ծծած կաթը պնչերուցը կուքա, վեր կթափի։ Զարնելով ու կռվելով զորքից հեռացան մինչև 2-3 ասպարես հեռու։ Երբ արեգակը մտավ, Ադրամելիքը հուսակտուր ձայն տվեց. «Տղա, թագավորի որդի, համե Մելիք, այսօր չեղավ, գործը չվերջացավ, գնա դու քո տեղը հանգիստ եղիր, ես էլ իմ տեղը հանգիստ կեղնիմ, առավոտուն կգաս, որին տա իրա տեր, թող ուրախանա իրա մեր»։ Մելիքը մի քիչ հետ դառավ և նկատեց, որ Դավիթը գլուխը քարշ է արել և անգիտակցաբար կերտա դեպի Սարի կողմը, ապա ինչ արեց չարահնար և չարահոգի Մելիքը։ Քամակիցը ընկավ Դավիթի, որպես թե գաղտնի քամակիցը մի գյուր զարկեց ծանրակշիռ և դրանովը կյանքը վերջացնե։ Երբ Մելիքը մոտեցավ Դավթին, Դավիթը երբեք չի զգա, բայց դրա քուրկի ջալլադին, ուշիմ և խելոք ձինը Մելիքի ձիու թփրտոցը առավ և ետնուց նկատեց, որ իրա տիրոջ վրա կսպառնա։ Ապա ձինը մի այնպիսի թռիչք գործեց, որ քիչ էր մնացել Դավիթը ետևի կողմից վար ընկներ։ Երբ Դավիթը այդ թռիչքը տեսավ, ձիու վրա բարկացավ և ձիու սանձը պինդ իրա ձեռքերի մեջ բռնեց, կողերը խթելով ձինը այնպիսի վերել փախավ, որ էլ Ադրամելիքի ձին չկարողացավ հասնել։ Դավիթը տեղյակ չէր գործից, ձիու վրա կբարկանա, դու ինչու թռիչք գործեցիր, ինձի պիտի վեր գցեիր։ Մելիքը վերադարձավ իր զորած մեջ, իսկ Դավիթը բարձրացավ Մարութա աստվածածնա Սարի գլուխը։ Ինչ տեսավ։ Մի հնադարյան ճգնարան։ Ձիուցը վար իջավ, այդ ճգնարանի մեջի թափթփած քարերը վերցուց, իրա տեղը դրեց, ձիու սանձը այնպես պրկեց, որ բոլորովին բերան գետին չէր հասնում, ասելով. «Մենք ժողովրդյան զոհեր ենք, երբ ես մի բան չեմ ուտե, դու էլ չպիտի ուտես,
ու սկսեց ծունկ չոքել, աղոթել ու արտասվել, ասելով. «Ով արարիչ Աստված, ես իմ կենացս համար չեմ խնդրում, այլ Սասուն քաղաքի 30,000 քեզ պաշտողներու եւ քո եկեղեցիներու համար է կխնդրեմ, տուր ինձի մի նոր հոգի, մի նոր սիրտ, մի նոր զորություն, որով ես կարողանամ առավոտուն քո թշնամու դեմը կանգնել, եթե ոչ, ես այս սրտով, այս զորությամբ չեմ կարող նորադեմ կանգնել»։ Դավիթի լացուկոցը մինչև լուսաբացին այդ էր։ Երբ լույսը բացվեց, Դավիթի վրա մի թմրություն եկավ, ոչ քնած էր, ոչ զարթուն, լսելի եղավ մի ձայն, որ կկանչեր. «Դավիթ, Դավիթ, որովհետև դու քո կյանքի և ապրելու համար չխնդրեցիր, ես տվի քեզ նոր զորություն, նոր ուժ և նոր քաջություն, քաջալերվիր, խրոխտացիր և ասպարեզ իջիր, ես թշնամունը քո ձեռքը մատնեցի, ահա քեզ մի նորանշան, որ հանգչած է կուրծքիդ վերա, ընդունիր, և բորբոքված կրակի մեջ կերթաս, չես այրվիլ»։ Ուղիղ որ Դավիթը ձեռքը տարավ կրծքի վերա և ընդունեց նորանշան սրբությունը, ամփոփեց ծոցի մեջ և ետ դարավ։ Սուրը 3 թզի չափ ինքն իրան փալչխիցը քաշվել էր հեռու, իսկ կոշիկները երեկոյան քիփ բերնի վրա էր կործել, հիմա ուղղվեր էր, հագնող կուզեր։ Գանք քուրկի ջալադին, այն չափ էր գետին քանդել, մինչև ծունկները խրվել էր քարի մեջ։ Երբ այդ նշանները Դավիթը տեսավ, ավելի հավատաց ու քաջալերվեց, կոշիկները հագավ, սուրը կապեց, ձիու սանձը բռնեց, արևագալի ժամանակ Մարութա սարից վար իջավ։ Երբ լեռան ստորոտն եկավ, տեսավ Մելիքի ձիու իզը, որ եկել էր քամակիցը, նոր գլխու ընկավ Դավիթը, որ երեկոյան Աստված է եղել իրան ազատող և իր ձինը։ Դավիթը տեսնելով Մելիքի ձիու ոտերի տեղը, սարսափեց և ասաց. «Ով սուրբ նշան, քո առաջի շնորհքը լինի, եթե իմ ձիու ոտերու տեղը նորաձիան ոտերի տեղինը կոխեց»։ Ու նորից ձի նստեց և ուղղակի Մելիքի չադրի դուռը կանգնեց, նույնպես մի օր առաջի եղանակ ձայն տվեց, որ Մելիքը դուրս գա։ «Մելիք, Մելիք, Շունշան որդի, օրհնյալ ես Աստված և օրհնյալ է կամք բարի արարողին, ծառա կերթամ զորությունին, Մարութա ու բարձրիկ ու սուրբ Աստվածածնին, բազմյալ իջել թիկնամիջին, Տեր իմ, օգնական եղիր ժողովրդին, պահապան մեկիկ Դավթին, վելլա, վելլա, Մարութասար բարձր ու բոլոր, ճանապարհներ ոլոր մոլոր, Դավթին տվեց նոր զորավոր, Տեր իմ օգնական եղիր ժողովրդին, պահապան մեկիկ Դավթին, վելլա, վելլա, վելլա։ Ձին չափ կգցե, հարյուրները ոտքի տակ կկոխկրտե, Աստվածային շնորհքը լցված է, կռիվ կուզե, բայց Մելիքը չադրիցը դուրս չի գալ։ Ահա Դավիթը նորից սկսեց գովել իր ձինը, սուրը և նիզակը, շխկացնելով նիզակը, շողացնելով սուրը, վազեցնելով ձինը այսպես կսե. «Վազան դու վազան, ճոճան դու ճոճան, կտրան դու կտրան, տիրոջ հրամանով քաշեմ կտրան, ընկնեմ մջ բոշ հեծելին, ինչպես ընկնի գայլն գահյան, ջոկեմ բագլար բագեր, խաս այիբներ, ջախչի պոտորակներ, թիակ լեզվներ, գոմծակ բերներ, աչուկը ծորեմ, ձախուկը ծորթփեմ, ամեն ծորի 1500 վեր կընկնի, 1500 որ կթմի, մեկ վր գլխուն օմբա կվելամ»։ Դավիթը ձին վազեցնելով Մելիքին ձայն կտար, սարսուռը Մելիքինը պատել է, իրա չադրիցը կիրիշկի, թեև իրիկվան տղեն է, բայց այսօր մի հոգեհան հրեշտակի դերի է։ Ամոթից թե ճարահատությունից Մելիքը դուրս եկավ. «Բարի Դավիթ ջան, եկել ես»։ «Այո Մելիք,
մի ժամ առաջ այստեղ էի, հիմա դեռ կհարցնես։ Այսօր ինչպես պիտի կռվենք։ Միթե Մելիք, դու չգիտես, երեկ մինչ իրիկուն դու ինձ գրզացեց երեցիր, այսօր նորից կռվու ձևը կհարցնես, զարնելու հերթը իմս է։ Դավիթ ջան, ես երկու անգամ քեզանից հասակով կլինիմ, դու մի բան ինձի չես խնայիր։ Ինչ կկամենաք։ Այսօր դարձյալ 3 գյուրզի հերթ ինձիտ ու որ ես գնամ ձիով դու հետիվոտն գետին կանգնիր և ես 3 գուրս քեզի զարնեմ, եթե կենթանի կմնաս հերթը քոնը կլինի։ Դարձյալ Դավիթը հնազանդվեց։ Մելիքը ձիավորված գնաց մի մղոն տեղ հեռու, իսկ Դավիթը գետնի վրա կանգնավ, վահանը իրա գլխու վրա բռնեց, Մելիքի գալունը կսպասեր։ Մինչև Մելիքը հասավ, նա ձիով Դավիթը հետիվոտ, այնպիսի հարված տվեց, որ իրա կարծիքով եթե լիներ Դավթի տեղը ապառաժ, անդունդ պիտի խորասուզվեր։ Բայց Դավիթը ոտները ճկվեց գետին և կրկին վեր թռավ։ Մելիքը դարձյալ հոխորտաց, այ նամարդ, մանգզիլս մի քիչ մոտ էր, եթե ոչ անդունդ կտանեի։ Երկրորդ անգամ վերադարձավ ավելի զատն տեղից, տվավ նույնանման երկրորդ հարվածը, բայց Դավիթը մինչև ծունգերը խրվեց գետին և կրկին վեր թռավ։ Մելիքը դարձյալ հոխորտաց, ո՞ն նամարդ, երանի թե քիչ զատն էի գնացել, անդունդը կիչեցնեի։ Երորդ անգամ դարձավ Մելիք նման առաջինին, հարվածը 3 կնքեց, դարձյալ Դավիթը գետին խրվեց և վեր թռավ, ո անպիտան, խաբեբա, հրեշ, մինչև երբ, դե կանգնիր, դե Դավիթ ջան, հիմա հերթը քուգդ է, դու ջահել ես, ես արդեն ժամանակս անցել է, կեցիր ես տղոց մոտից մի քանի կապոց բերեմ գլխուց կապեմ, որ ձեր գրզինը կարողանամ դիմանալ, բարձիր Մելիք։ Դե գնա Դավիթ ջան, գնա ասպարեզդ քաշիր եկուր զան։ Ոչ Մելիք, ներողություն, ես ձիով չեմ երթա, դու բացի իրիկվան ինձ ծեծելդ քանի գուրզ ես պարտ, 3 գուրզ որդիս։ Ուրեմն Մելիք, 3 գուրզ դու ինձի խփել ես, հիմա պիտի վերադարձում, 3 դրբի մեկը կբաշխեմ նորան, որ ինքը մեկ է, անունը 1001, ոչ ձերքի վրա ձերք ունի, ոչ խոսքին խոսք, մնաց 2 դրբը, Մելիք, մեկ դրբն էլ կբաշխեմ իմ նոր աղային, որ ինձ շնորհք է տվել այսօր քո դեմդ կանգնելու, որդի։ Դուք որոնց անունները տվեցիր, նրանք թող քեզ օգնող լինին, շնորհակալ եմ։ Մի հարվածը, որ երկնային շանթ էլ լինի, կդիմանամ։ Մելիքինը կանգնեցրուց, և ինքը Մելիքից փոքր ինչ հեռու կանգնեց, դեպի երկինք նայեց և սուրը պատյանից հանեց, Մելիքի գլխու գագաթինը մի հարված տվեց, որ գլուխն ու մարմինը 2 բաժանեց, մեկ կտորն այլ կողմ ընկավ, մյուսը այլ, վազեց, ձինը նստեց և արենեներք սուրը իրա ձեռք, սովորականին համեմած զորած մեջ ընկավ, աչուց զորեց, ձախուց օր թփեց, ամեն ծորին 1500 վեր ընկավ, 1500 որ թմավ, մեկ վրգլխուն օմբակը վիլար, այրեց, կոտորեց այդ բազմամիլիոն զորքը, որ մենակ մի լրատար թողեց, որ Եգիպտոսը լուր տանե, այն է, առաջ հիշված Կուզբախտի հազարասուլթան, նա էլ ոչ թե աննշան գնաց, այլև մի նիզակ վերցուց Դավիթը և այնպես թողեց, նրա ձիու թամբի միջին առավ և ծայրը ղարփուզի տակից դուրս տվավ, նիզակը ձիու սաղրինը ծեծելով Եգիպտոսը կերտար։ Եվ Դավիթը ձայն տվավ, լրատար եղբայր, ով ես, չգիտեմ, քու տեսած ու լսածդ կպատմես քու թագավորին և իմ բերանից նրան բարև կտանես, կասես, թե թագավորի որդի Դավիթը կասեր, թե կա, թող ուղարկա գա,
թե ոչ, խարջն ինչ է, խարաջն ինչ է, ինքն իրան աշխատե, ուտե։ Երեկո դարել է։ Թումբ եղած դիակների մեջ կենթանի մնացած կփնտրե ու չկա։ Երբ Դավիթը դեպի քաղաք կուքար, հանկարծ քերի Թորոսի մտին եկավ Դավիթի 3 օր առաջ ասված խոսքը. «Օ, աչքերս կուրանար, լեզուս պապանձեր քվորս միամոր զավակի համար, որ ինձի պարտավորցուց, ուր են ազնված որդիկ, եկեք, հա եկեք, դամ հազարադամ, օղան դողան, ճնճղու սուլթան, ցրան վեքոն, սուֆրան գճներ, տափակ ոտներ, գոնցակ բերներ և ձենովոհան, վեր առավ զենքերը և քաղաքիցը դուրս եկավ։ Երբ քաղաքիցը ելավ, պատահեց մի ահռելի ձիավորի, որ Դավիթն էր, բայց քերի Թորոսը չկարծավ ճանաչել, որովհետև 3 օրվա մարդկային արյունը կպրացրել էր նրա գույնը, հագուստը և ձինը։ Քերի Թորոսը անծանոթի տեղ դնելով, Վահանն առաջը քաշեց և ծանրակշիռ գյուրզը ձեռքն առավ, որոտաց առյուծի նման. «Էй նամարդ, շան որդի, երևի միամոր Դավիթի մահը քո ձեռքովն է եղել»։ Սկսեց գյուրզը բարձրացնել, հարված հարվածի վրա կտեղա, բայց Դավիթը հանդարտ կերպով յուր վահանովը քերի Թորոսի հարվածներու դեմը կդնե։ Դավիթը տեսավ, որ քամակիցը ազնվանց որդիքը եկան 100-ի չափ և ձայն տվավ որդիական կերպով. «Քերի Թորոս, ծռար, չէ որ ես եմ, 3 օր առաջ ինչու քու քաջությունը ցույց չտվիր»։ Վահ, Դավիթ, լեզուս կարկամվեր, աչքերս կուրանային, թե որ ճանաչել եմ։ Ուրեմն գործն ինչ տեսակ վերջացավ։ Եկ քերի Թորոս, եկ և տես, թե գործն ինչ տեսակ վերջացավ։ Նստացրուց իր առաջ ձիուվրեն և նորից դարձուց անշունչ բանակի մեջ, որ բոլորը լռիկ մնջիկ գետին էին փրված։ Քերի Թորոս, սա Ադրամելիք զորապետի դիակն է, որ մի հարվածով կես է բաժանված, որ կգոռար ամպերի նման և Սասուն քաղաքի հողը ձիու տոպրակներով և զորած բռներով պիտի Եգիպտոս տաներ։ Գետինը, որ արյունաներկված կտեսնես, նորազորքի արյունն է, ուրիշ ոչինչ։ Վերադարձան երեկոյան քաղաքը։ Քերի Թորոսը Դավիթինը բերեց իր տուն։ Միայն կնիկներու անեծքի արձագանքը դեռ Դավիթի ականջներու մեջն էին։ Քաջ հերոսի մարմինն ու հագուստը ու ձինը մաքրեցին, ճաշեցին, քնեցին։ Առավոտյան զարթնանքնից Քերի Թորոսը ամեն բան գիտեր։ Գիշերով տեղեկություն տվեր էր Սենեքերիմ թագավորին. «Թագավոր, առաջ իմ աչքի լույսը լույս լինի, որ իմ արյունից է Դավիթը, հետո քո աչքը լույս լինի, որ Եգիպտոսի բազմամիլիոն զորքից մենակ մի լրատար է գնացել»։ Ապա Դավիթը ամեն ինչով փոխվել է։ Սենեքերիմ թագավորից հրաման եղավ. այդ մեծաքանակ ավարը և բազմամիլիոն հարստությունը կապեն ու փակեն։ Դավիթն ու Քերի Թորոսը քաղաքի հրապարակ իջան, որպես թե տեսնեն կնիկներ դեռ կանիծեն, բայց փոխանակ անեծքի լսեցին օրհներգություն, գոհություն։ Հանդիպողը ձեռները կբարձրացներ դեպի նախախնամության աթոռը, աղերսելով ու օրհնելով Դավթի կյանքը։ Դավիթը բոլորովին փոխվեց, խելքը, զորությունը և բնությունը։ Այնուհետև մի բուռն զինվորներ հետը կվերցներ, որպես ազատազնյա դաշտերը որսորդության կերտար։ Մենք չմոռնանք Կուզբախտի հազարասուլթանի հասնիլը, որ օրերից մեկ օր հասավ Եգիպտոս, հիշյալ Պարավինը հանդիպեց։ Պարավը, որ տեսավ Կուզբախտուն, երբ նիզակը մտրակի տեղ կծառայեր, ձայն տվավ. «Կուզբախտի հազարասուլթան, ինչ ես բաց է բերան, քանց անհաղթ գազան, քանց շուն վազան»։ «Էй, Պարավան իրավ, ես Կուզբախտին էի հազարասուլթան, գնացի Սասուն բերեմ շատ թան, չոր թան, ջղալ եզներ բերեմ լծան, կարմիր կովեր բերեմ կթան, կույս աղջիկներ հանեմ ղոզան, սարկավակներ հետև չոբան, նրանց թագուհին բերեմ մեզ փոշեհան, քաղաքի հողը զորած բռնով բաժնեմ,
տարածս երիտասարդներ, որ քեզ պատահան, քանց ելման գետը կզմբզմբան, քանց պուտուկ չոր կճրճրթան, գարունը, որ սելավ եղավ, նրանց ձվերը կբերե քեզ արմաղան։ Բռավը հետ դարավ եւ ասավ. «Դավթի սրից մեկ է սպրծել»։ Կուզբախտինը պալատ մտավ, տեսածը եւ լսածը միայն մի ուլե պատմեց թագավորին։ Եգիպտոսի թագավորը բոլորը լսելով հրամայեց դարգահները խողել։ Տեղացի հայերը թող լսեն եւ մխիթարվեն, եւ հեթանոսները կորագլող թող տրտմեն։